Վերադարձանք սիրելի ընկերներ ու պետք է ասեմ, որ Առավոտ լուսոյի հավատարիմ հեռուստադիտողները գիտեն, որ մենք բարբերաբար անդրադառնում ենք պարերին ու հիմա էլ խոսելու ենք մեր հյուրերի հետ այս թեմայով։ Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի գործունեության ամփոփում եւ առաջիկա ծրագրերի մասին ենք խոսելու։ Այո, մեր տաղավարում են արդեն մեր հյուրերը, ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը եւ ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավար Լևոն Թևանյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը կիսում եք մեզ հետ, պատմեք ձեր կենտրոնի գործունեության ամփոփման մասին 2025-ի եւ իհարկե 2026-ի առաջիկա պլանների մասին, ինչու՞ չէ։ 25 թվականը բավականին ծանրաբեռնված տարի էր կենտրոնի համար, կարծում եմ գիտեք, կենտրոնում արդեն 22 թվականն է հիմնադրվել, մեր վաստակաշատ անսամբլները ներգրավեցին կենտրոնում, պետական, պարի պետական անսամբլը, Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլը, բարեկամություն անսամբլը, պետական, ակունք ազգագրական համույթը եւ ազգային նվագաների պետական նվագախումբը, պատկերացրեք 5 հսկա պատմություն ունեցող անսամբլներ եւ դրանց գործունեությունը։ Ունեցել ենք բավականին շատ համերգներ ենք ունեցել թե Հայաստանում, մարզերով, մայրաքաղաքով, թե արտերկրում, հոբելյանական համերգներ ենք ունեցել անցած տարի ազգային նվագաների հիմնադրման 20-ամյակը տոնեցինք, մեր բալետմայստեր Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակը, Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը, արդեն կարելի է մոռացել եմ, շատ հոբելյանականներ ունեցել ենք։ Արտերկրում ներկայացել ենք Ֆրանսիայում բարեկամություն պետական անսամբլը, Մարսելում, Փարիզում, Ժաֆի հիմնադրման 80-ամյակին հանդես եկանք, Ճապոնիայում պետական այցով Էքսպո 2025-ին ներկայացանք պարախմբով, հայկական պարերը ներկայացրեցինք, Հունաստանում եղանք, Կանադայում ակունք ազգագրական համույթը հանդես եկավ, Թբիլիսիում արդեն մշտական Սայաթ-Նովայի ծննդյան օրվա Վարդատոնին հանդես եկանք, կարծում եմ այս տարի էլ հանդես կգանք, էլ ինչ ասեմ, ցավալուն գործունեության մասին եք պատմում, ինչ շարունակում եք, եւ եթե չեմ սխալվում, փորձի փոխանակում եք անում նաեւ արտերկրի հետ եւ կարծես թե Գագիկը Կարապետյան այժմ եթե դեռ չի վերադարձել, գտնվում է Բուլղարիայում։ Վերադարձել է արդեն, 2 օր առաջ է վերադարձել եւ տեղակալներից Արթուրը Գասոյան Բուլղարիայում էին գտնվում այս տարի սեպտեմբերին նախատեսված է Հայաստանի պարիպետական անսամբլի համերգները Բուլղարիայում, մինչ այդ Կրասնոդարում ունենք հունիսին համերգ, էլի պարիպետականը Էստոնիայում բարեկամությունը հանդես կգա, կան ծրագրեր այս տարի էլ շատ են, այս տարվա մասին եթե խոսենք հոբելյանական էլի Նորայր Մեհրաբյանի բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի 85-ամյակը պետք է ապրիլի 2-ին օպերայում հանդես կգանք, պարոն Կարապետյանի 75-ամյակն է հոբելյանական հունիսի 15-ին կրկին օպերայում մեր հայտնի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը պետք է տոնենք մայիսի 19-ին օպերայում, Թաթուլ Ալթունյանի 125-ամյակը ունենք առաջիկայում էլի օգոստոսին, Ժիրար Ալթունյանի 80-ամյակն է, այսինքն էլի ունենք, բուռն է մեր գործունեությունը, ծրագրերը շատ են, փորձում ենք հասցնել։ Շատ լավ է։ Կասեք մեզ, ինչպես է կենտրոնը աշխատում ու փորձում պահել երիտասարդ երաժիշտների ու պարողների հետ այդ կապը ու փորձում է ապահովել հայկական ժողովրդական արվեստի շարունակականությունը։ Այո, հիմնականում երիտասարդներ են աշխատողները, երաժիշտները, պարողները, պարողները տարիքով չեն էլ կարող լինել, պահում ենք, համագործակցում ենք երաժշտական հաստատությունների հետ, հենց մասնագիտական
քոլեջների հետ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի, Պարարվեստի պետական քոլեջի հետ, Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջի հետ, այսինքն քոլեջների հետ բնականաբար համագործակցում ենք եւ հենց աշակերտներն էլ, ուսանողներն էլ պրակտիկա են անցնում մեր կենտրոնում, թե երաժիշտները, թե պարողները, որից հետո լավագույնները բնականաբար մեզել են, անհրաժեշտ ներգրավում են շարքերը։ Եթե փորձենք հարցն ընդհանրացնել, ինչպիսին է ժողովրդական երգի եւ բարի հանրային վարկանիշը մեր երիտասարդության մեջ։ Բավականին մրցունակ է դարձել, կարծում եմ։ Պարոն Թևանյանն էլ աշխատում է հենց երիտասարդների հետ շատ շփումը։ Կա այդ տենդենսը կա, մրցունակ է, ճիշտ է, ես համաձայնում եմ, բայց նաև ես նկատում եմ երիտասարդության մեջ այն տենդենսը, որ իրենք ձգտում են դեպի, ասենք իրանք, չգիտեմ, էստրադայի մեջ, փոփ երաժշտության մեջ, ասենք ֆոլկլորային երաժշտություն ներառել այդ ամեն ինչի մեջ, վերցնում են այդ ֆոլկլոր երաժշտությունը եւ նորովի ներկայացնում են։ Մի հետաքրքիր տենդենս կա, ես նաև նկատել եմ, բոլորս ժամանակին լատինատառ ենք, չէ, գրում SMS-ները։ Հիմա հետաքրքիր վիճակ կա, որ բոլորս սկսել ենք, ես էլ եմ ժամանակին գրել լատինատառ, բայց հիմա հայատառ ու այն մարդիկ, ովքեր որ լատինատառ են, իրանք էլ են արդեն անցնում։ Նաև նույն այդ, չգիտեմ, այդ նույն տենդենսը կա նաև ազգային մեղեդիներին վերաբերող, էլի։ Որ մենք պետք է պահպանենք, ես միշտ ասում եմ, ազգային երաժշտությունը, ֆոլկը, որի հիմքում դա ջուրն է, բոլոր հյութերի հիմքում ընկած է աշխարհում ինչքան հյութ կա, չէ՞։ Այո։ Բայց իրենց հիմքը ջուրն է, չէ՞։ Եթե ջուրը հանես, բան չկա։ Դրա համար վերցնում ենք այդ ֆոլկը, եւ մեր նպատակն է, պահում ենք զուլալ, արմատին չենք կպնում, բայց նաեւ փոխում ենք շրջանակը, դա, չգիտեմ, տարբեր մոտեցումով, մշակումներով, լուսային էֆեկտներով, մի խոսքով փորձում ենք շրջանակը փոխելով, բայց արմատին չկպնելով ներկայացնել ազգային։ Բայց այս պահին այս ժամանակահատվածում դժվար է, չէ՞, ամեն դեպքում նոր սերնդին, չգիտեմ, գրավելով կամ ինչ-որ ոնց մենք պետք է նոր սերնդին բերենք ու պահպանենք, որ պետք է շարունակել մեր ազգային երգն ու պարը։ Պետք է փորձենք, մենք փորձում ենք նորովի, նոր շնչով ներկայացնենք, էլի ինչպես ասեցի, արմատին չկպնելով, բայց դա հանրային աշխատանք է, դա բոլորիս աշխատանքն է։ Այո։ Մենք պետք է, ինչպես ոնց է, ասենք, չգիտեմ, ջուրը նոր ջրի մասն ենք, չէ՞, խոսում, ջուրը պետք է խմել, չէ՞, ասենք, դա կա բան չի, նույն պետք է, դա ասել պետք չի, դրա ռեկլամ չկա, չէ՞։ Նույն ծնողները, ես գտնում եմ, որ դա պետք է ոնց որ ծրագրի մեջ, որտեղ մենք բոլորս ուզում ենք, վայ, երբ որ սեղանի շուրջ չիրեմ, ամպագորգոր բառերը, որ ասեն, այո, մենք ազգայինը, մենք պիտի ինչ-որ sense պահենք, դա դրա մեջ է մտնում նաև ազգայինը պահպանելու, մենք հիշեք, ազգ ներկայանում ենք մեր մշակույթով։ Այո։ Դեպ նշեմ, նոր սերնդին բերելու համար քայլեր արդեն արել ենք, մենք ստուդիաներ ենք հիմնել, գիծ ստուդիաներ։ Հայաստանի Պարի պետական անսամբլին, Բարեկամություն պետական անսամբլի գիծ ստուդիաներ արդեն գործում են, երեխաները արդեն վաղ հասակից, ծնողները արդեն բերում են Պարի անսամբլներ, նաև հիմա գործընթացնել ակունք ազգագրական համույթին գիծ, որովհետև ակունքը տարբերվում է մնացած անսամբլներից, իր հենց էթնոգրաֆիայով, ազգագրական միակ համույթն է, որ կոնկրետ հայկական բոլոր տարածաշրջանների հայկական երաժշտությունն է ներկայացնում։ Այդ ստուդիաները հիմնելով բավականին ակտիվություն արդեն ունենք ու մինչ այսօր էլ այդ պետական անսամբլների համար մեծ խնդիր կար, որը լուծվեց կամ կիսով չափ կարելի ասել լուծվեց, տարածք չունեին սեփական ոչ մի անսամբլ, տարիներով ինչ որ գործունեություն են ծավալել ուրիշի տանը կարելի ասել, հա 2025-ից կարծես մշտական հասցե ունենք։ Այո, 24 թվականի դեկտեմբերի 27-ի կառավարության որոշմամբ տրամադրվեց տարածք, շենքը բավականին հին է, դպրոց է եղել եւ որոշումը կարծես թե արդեն գնում է ամբողջությամբ քանդման եւ նոր դահլիճ արդեն կունենանք սեփական դահլիճ, բնականաբար այսօրվա պայմաններին համապատասխան
պայմաններ, հա, այսօրվա պահանջներին համապատասխան պայմաններ կունենան մեր արտիստները եւ կարծում եմ ել ավելի կզարգանա ֆոլկը, ժողովրդականը, արվեստը մեր երկրում։ Շնորհակալ ենք շատ, շնորհակալ ենք այս հետաքրքիր կարևոր թեմայի շուրջ մեզ հետ զրուցելու, առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ձեզ ենք շնորհակալ հրավերի համար։ Շնորհակալություն, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։